Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հոկտեմբերի 25-ի համար։ Օրը շաբաթ է եւ տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվում։ Դրա համար նայում ենք այսպես քարտերով։ Գնայինք խոյերին։ Երևա եթե թեքվել է։ Ինչ է սպասվում խոյերին հոկտեմբերի 25-ին։ Առաջ խաղացում, զարգացում, նոր է պաշտոն, հնարավոր է նաև աշխատանքի մեջ այստեղ առաջ խաղացում ունեք, նաև կարող եք ընդունվել աշխատանքի, դա լինի ձեզ համար նոր կյանքի իմաստ, գուցե բիզնես եք ուզում հիմնել, դա եւս ինչ որ նոր մի կյանք է, նոր մի ձև է, որ մտնում է ձեր կյանք եւ դա ձեզ իմաստ է տալիս։ Ոմանք կայցել են հիվանդանոց, բժշկական կենտրոն, ուսումնական կենտրոն, չեք կարող են այցելել, եթե բանկերը բաց են, որոշ բանկեր կարող եք այցելել, նաև հասունություն է դա այդ օրը, ինչ որ ավելի ուրիշ ձև կնայեք կյանքին, ուրիշ ձև կմտածեք, նաև կարող է սա լինի հենց իմաստուն ձևով եք մտածում, իմաստություն է իջնում ձեզ վրա, այդպես կարելի ասել, եւ օձեր են, սա օձեր կարող են լինել, օձային վերաբերմունք, բամբասանք, հնարավոր աշխատանքի վայրում են, հնարավոր այդպես վերաբերմունք ստանում եք օրինակ բժշկական կենտրոնում, ինչ որ մեկը այդքան էլ լավ չի վերաբերվում այդպես։ Կամ պաշտոն եք ստանում, ինչ որ առաջ խաղացում ունեք եւ նախանձները միանգամից հավաքվում են։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հոկտեմբերի 25-ին։ Հանդիպում շփում որևիցե աղջկա հետ։ Տեսնենք ով է։ Ուժային կառույցի ներկայացուցիչը, նաև կարող է այդ աղջիկը ձեզ ավելի ուժ տա, ինչ որ մի գործ անելու, ինչ որ մի բան անելու համար։ Նաև կարող այդպես հաղթանդամ, բոյով, ոչ աղջիկ է։ Այդ օրը նաև ուշադիր եղեք, ինչ որ մեկ հետ կարող եք վիճել, նաև եթե գործ եք անում տանը, դանակներով եւ այլն եւս ուշադիր եղեք, որպեսզի ձեզ չմատնահարեք։ Նաև հա փոխում եք ձեր կյանքը հիմնովին, հիմքից, կամ հիմքից ինչ-որ մեկին եք անում ձեր կյանքից, կամ հիմքից հիմնովին փոխում եք նաև ձեր կյանքը։ Այստեղ եւս փոփոխություն է տեղի ունենում, ինչ-որ մի բանը հիմքից փոխվում է ձեզ մոտ։ Փոփոխություն կարող է տարածքի, երկրի, կամ ընդհանուր, ինչ-որ մի գլոբալ մի մեծ բանի փոփոխություն կարող է լինել։ Ոմանց մոտ է սահաղիություն է կամ նաև ծննդաբերություն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին հոկտեմբերի 25-ին։ Հանդիպում շփում որևիցե աղջկա հետ, գուցե այս աղջկա հետ կապված ինչ-որ անհանգստություններ ունեք։ Տեսնենք ով է այս աղջիկը։ Դժվարություններ ունի, իր համար է երևի թե անհանգիստ, դժվարություններ ունի, դժվար կյանքով է ապրում, խնդիրներ կարող է նաև ունենալ, ինչ որ ծանր է իր կյանքը։ Չգիտեմ ով է այդ աղջիկը ձեզ համար, բայց իր կյանքը ծանր է։ Նաև այդ օրը կարող եք բորբոքվել, կարող եք նեղվել, ինչ որ մեկի հետ վիճել, այդպես բորբոքված, գուցե ճանապարհի հետ է կապված, գործերը առաջ տանելու հետ է կապված, ինչ-որ մի բան կարող է չեն արել, մնացել է եւ դրա համար վիճում եք, կատաղել եք, որ այդ ամենը առաջ տանեն ի վերջում։ Նաեւ այդ օրը կգտնվեք ոչ մի շրջապատում, ձեզ համար լավ շրջապատ է դա։ Ոմանք նաև առաջ խաղացում այստեղ գործունեության, նոր կյանքի իմաստ ձեռք կբերեք, նոր կյանքի իմաստ կգտնեք, տեսակ ավելի հասուն կսկսեք մտածել, ուրիշ ձև կսկսեք նայել ամեն ինչին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հոկտեմբերի 25-ին։ Շատ աշխատանք,
կարող եք ընդունվել նաև աշխատանքի, կարող եք ձեր տնօրենի հետ շատ շփվել աշխատանքի վայրում, միգուցե նաև սա հարցազրույց է, որ պետք է գնաք, կարող է տղամարդն է այնտեղ, նաև սա հիվանդանոց կարող է լինել, ոչ է բժշկական կենտրոն, յուրաքանչյուր կարող եք այցելել այդ օրը, կամ դե ընդհանուր մի փոքր շատ են գնում, սա հնարավոր նաև ռեստորանային համալիր է, ոմանց համար։ Տեսնենք ով է այս տղան, կարող է իր հարսանիքն է, շփոթ է, կարող է։ Այս տղայի մոտ ինչ-որ մի բան է փոխվում, կամ այս տղայից միգուցե հեռվանում եք, միգուցե եթե հեռվանաք, սա կլինի հավիտյան, եթե չեք ուզում հեռվանալ, ապա այդ օրը պետք է զսպեք յուրաքանչյուր պարագայում։ Այս կարող է նաև իր մոտ է ինչ-որ մի բան փոխվում, իր մոտ է ինչ-որ մի բան գնում, նոր բանին տեղ բացվելու համար։ Ոմանց մոտ որևիցե գաղտնիք կբացահայտվի, նաև ուսմամբ կզբաղվեք, ձեր գործերով կզբաղվեք, այդտեղ նաև զաքսավորում է, չի բացառվում այստեղ ոմանց մոտ զաքսավորում եւ թղթերի հետ կաշխատեք, ինչ որ թղթեր փնտրեք կգտնեք, նաև ինտերնետից կարող եք, ինչ որ բաներ փնտրել, գտնել, սովորելու համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք առուսներին։ Ինչ է սպասվում առուսներին հոկտեմբերի 25-ին։ Սա ուսում է, ուսմամբ կզբաղվեք, նաև ոմանց մոտ այստեղ սիրո խոստովանություն է, ինչ-որ մեկը ձեզ սերկ խոստովանի, որ չեք էլ սպասում, և որն էլ ձեզ համար կլինի շատ ճակատագրական իդեպ։ Նաև գաղտնիք կարող է բացահայտվել ձեր սիրելիի վերաբերյալ և ևս որևիցե ճակատագրական քայլ անեք, երկար մտածեք, նոր հետո ինչ-որ հարցում, ինչ-որ գործեր արեք, ինչ-որ մի բան արեք, իմպուլսիվ պետք չի, նաև մի փոքր ծանր օր է, միգուցե նաև սիրային հարաբերությունների համար է ծանր օր, միգուցե հենց իրոք ճակատագրական հանդիպում կարող է տեղի ունենալ ոմանց համար, սա սիրային թեմա է։ Եվ ձեզ սիրված կզգաք ձեր հարազատների շրջապատում, ոմանք կարող են ժամադրության գնալ, կարող գնում եք ինչ-որ առիթի, այնտեղ ինչ-որ բաներ դուք պետք է անեք դրա համար այդ բեռը ձեր ուսերին է, ինչ-որ կարող դիզայնով եք զբաղվում, կամ ձեռքից ինչ-որ բան է գալիս, գնում եք այնտեղ, ոնց որ միանգամից ձեզ դնում են գործի, որ սա էլ արա, էլի նա էլ արա, ինչ-որ դժվար կարող է պահել ձեզ մոտ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին հոկտեմբերի 25-ին։ Փոփոխություն, հնարավոր է տան, հնարավոր է երկրի, կյանքի ընդհանուր փոփոխություն, սա նաև կարող է հասարակական կյանքն է, նաև կարող է լինել դա ամուսնություն, հարսանիք այդ օրը, որ էլի ձեր կյանքը փոխվում է, գուցե ձերը չի, ձեր երեխայինն է, այդպես է փոխվում ձեր կյանքը։ Նաև հղիություն, ծննդաբերություն կարող է լինել, նշում եք այդ պահը, որ կամ երեխա եք ունեցել, կամ ինչ-որ մեկը կարող է երեխա ունեցել, գնում եք նշելու, գնում եք առիթ, որտեղ այստեղ առիթ կա, կարող հարսանիք է ուղղակի, եւ այնտեղ նաեւ կարող դուք եք հանդիպում ինչ-որ մեկին եւ էլի ձեր կյանքը փոխվում է, եթե միայնակ եք։ Գուցե ձեր երեխան է ամուսնանում, էլի ձեր կյանքը փոխվում է, ինքը տանը չի, գնում է։ Եվ խոչընդոտներ կան այդ օրը, որոնք որ պետք է կարող հետ գալուց է խոչընդոտները, կարող եթե տաքսիով եք, տաքսի չկա, տեղ աշխատանքի հետ է կապված խոչընդոտները, միգուցե աշխատանքից դուրս գալու, գնալու առիթին, կարող դա է, միգուցե նաև խնդիրը փոփոխության հետ է, կարող փոխում եք երկիրը, քաղաքը, տարածքը, բնակարանը եւ խնդիրը արդեն հասնել աշխատանքի վայր, նաև դա կարող է լինել աշխատանքի փոփոխություն, հենց խոչընդոտները դա են եւ ինչ-որ մի բան է տեղի ունենում, փոխում եք աշխատանքը։ Ուզում եք փոխել, խոչընդոտներ են ստեղծում։ Մեկ դուրս գաք, խոչընդոտներ են ստեղծում։
մի փոքր աշխատանքի հետ էլ նաև սա կապված լինել, կարող աշխատանք չեք կարողում գտնել։ Ինչ որ խնդիրներ են սա կամ ներսում աշխատողների հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին հոկտեմբերի 25-ին։ Նամակագրական կապի մեջ կլինեք որևիցե մարդու հետ, կարող փաստաթղթերը դասավորել, փաստաթուղթ ստանալ, փաթեթ ստանալ, ինչ որ փաստաթուղթ ստորագրել նաև, ինչ որ գործողություններ են, որոնք որ պետք է անեք փաստաթղթերի հետ կապված։ Գոհ ցուցակ եք կազմում, գնում եք խանութ, կամ նամակ է սա, ծրար է սա, որտեղ եթե հարսանիք եք գումար եք դնում, որտեղ հրավիրատոմս է։ Նաև ուժային կառույց է, ուշադիր եղեք, որպեսզի պետավտոտեսուչներին չհանդիպեք։ Եվ բացի դա էլ դա ուժ է, որը կունենաք այդ օրը, որպեսզի ինչ-որ գործեր անեք, ավարտեք, որտեղ այստեղ բեռը մի տեսակ ձեր ուսերին է, որպեսզի կարողանաք այդ բեռի տակից դուրս գալ, այդ խաչի տակից դուրս գալ, որ մարդը ամեն ինչը իր վրա է եւ պետք է անի կարողանա հասցնել։ Մի քիչ դժվար օր է, ամենայն դեպս դժվարություններով լի, փորձություններ կարող են լինել, պետք է ուղղակի փորձությունները եւս կարողանաք հաղթահարել, ուրիշ ոչինչ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին հոկտեմբերի 25-ին։ Հաջողություն ունեք, նոր դռներ են բացվում ձեր առջև, նոր հնարավորություններ է ստեղծվում։ Նաև մի փոքր էմոցիոնալ կլինեք այդ օրը, որ գնում եք հարսանիքի, առիթի եւ այնտեղ եք այդ էմոցիոնալ վիճակում լինում, ինչ-որ պահեր են տեղի ունենում, որոնք որ ձեզ էմոցիաներ են տալիս։ Նաև ոմանց համար սա ռոմանտիկ ժամադրություն է, ռոմանտիկ ընթրիք է, ծնողի հետ հանդիպում, հատկապես մայրիկի։ Նաև ինչ-որ բաներ կարող են մութ մնալ ձեզ, ինչ-որ բաներ անհասկանալի նաև լինեն ձեզ համար։ Նաև դե ոմանք հենց են, նաև սա էլ ընկել, կարող է հարսանիքի եք հրավիրված, կամ ձերն է, նշանադրություն է, նաև հասարակական կյանքն է, կամ ինչ-որ գործունեություն է, որ մշտական անում եք, եւ այդպես էլ նաև ոնց որ հասարակական կյանքն է, հասարակական գործունեություն է։ Գուցե ինչ-որ մի բան տեղափոխեք, գիշերը սկսեք անել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հոկտեմբերի 25-ին։ Սա թռավ, որ առիթ է այդ օրը, առիթ ունեք, ձեզ սիրված կզգաք, ձեզ լավ կզգաք, միգուցե ձեր առիթն է, ձեր հարսանիքն է, սա ինչ-որ մի բանի ավարտ է, դե բնականաբար կարող միայնության ավարտ է, կամ ինչ-որ գործունեության ավարտ կարող է նաև լինել, կարող է հասարակական գործունեությամբ եք զբաղվում և դրա ավարտը կարող է լինել։ Նաև ոմանք սերկ խոստովանեն, դուք սերկ խոստովանեք, ձեզ սերկ խոստովանեն, սիրված կզգաք ձեր հարազատների շրջապատում կլինեք, այստեղ եթե առիթ է, ապա բնականաբար այստեղ շատ սեր, զրույց, խոսակցություն, ինչու՞ չէ նախանձ, բամբասանք, գուցե կամ էլ անհանգիստ եք, կարող է ձեր հարազատն է ամուսնանում, ձեր աղջիկն է, ձեր տղան է, մի փոքր անհանգիստ եք նաև, որովհետև ինչ-որ մի բան եք գնում, ձեզանից եւ ոնց որ հավիտյան։ Գուցե ձեր երեխան ամուսնանում է եւ գնում է օտար երկիր։ Եվ սա հասարակական կյանքն է, ուշադիր եղեք, դա եւս, ինչ-որ մի բան կարող է գնալ ձեզանից, այլևս դրանով չզբաղվեք։
Ինչ էլ որ լինի, աշխատանք, եթե առիթի էլ չլինեք, գնաք օրինակ այգի կամ ինչ-որ միտեղ, միևնույն է, հա, շատ զրույց ունեք, շատ սեր եւ ընտանիքում եւ շրջապատում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հոկտեմբերի 25-ին։ Մի փոքր ծանր օր է, դժվար օր է, պետք է կարողանաք այն տանել, գուցե աշխատանքն է ծանր, գուցե դժվարություններ կան, գուցե հարաբերություններում է, գուցե մեկ այլ հարցում է, պետք է բեռը ձեր ուսերին է, դուք պետք է կարողանաք այդ ամենը տակից դուրս գաք։ Եվ եթե նման ինչ-որ պահ կա, սա նաև կայունություն է, ինչ-որ այդ պահերը, որոնք որ ձեզ համար դժվար էր, խնդիրներով լի էր, ոնց որ այդ ամենը ձեր մոտից նաև կարող է անցնել։ Հա, կայունություն է մտնում ձեր կյանք, կայունություն նաև ֆինանսական հարցերում, կայունություն նաև դժվարություններում, որ անդադ կողը դժվարություններ եւ դժվարություններ, հիմա արդեն ամեն ինչ կայունանում է։ Նաև շատ ոմանք գումար կստանան, ոմանք գումար կծախսեն։ Նա ամսվա վերջը, բայց դե աշխատավարձի օրեր չեն։ Կարող է ինչ-որ մի տեղից է գումար ստանում։ Գուցե հենց ձեր ծանր աշխատանքի, քրտնաջան աշխատանքի արդյունքն է եւ ձեզ վճարում են։ Ամենայն դեպս կայունություն է գալիս այդ ամեն ինչին։ Արդեն այն որ պետք է դա դժվարանայք, ինչ-որ դժվարություններ եք տեսնում, այդ ամենը կայունանում է այստեղ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին հոկտեմբերի 25-ին։ Հաջողություն սա, յուրաքանչյուր բան, որ անեք, այդ օրը հաջողություն կունենաք։ Մի փոքր էմոցիոնալ կլինեք, իսկ կարող է օծերով շրջապատված լինեք, դա ձեզ էմոցիաներ տա, ինչ-որ մի բան խոսեն, ինչ-որ մի բան ասեն, ձեզ մոտ ինչ-որ մութ բան մնա, կասկածելի բան մնա, ձեր մեջ կարող են կասկած նաև մտցնել։ Ոմանց համար սա ռոմանտիկ ժամադրություն է, լուսնի ներքո չնայած որ չկա։ Նաև, հա դա շատ փոքր լինելու այդ օրերին։ Նաև հանդիպում ձեր մայրիկի հետ, քիշել ձեր մայրիկին, հա ինչ-որ պահեր են սա նաև մայրիկի հետ կապված։ Եվ իմաստություն է սա նաև, հա ինչ-որ մի բանին իմաստուն ձևով նայեք։ Եթե ինչ-որ մի հարց ձեզ էմոցիաներ է տալիս, հա դրան միգուցե պետք է մեկ այլ տեսանկյունից նայել, ուրիշ ձև նայել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին հոկտեմբերի 25-ին։ Տատանվում եք, ինչ-որ հարց ծանրութեթև կանեք, ինչ-որ հարց ձեզ անհանգստացնում է, կմտածեք, այստեղ գումարի հետ է կարող է կապված, գումար եք ստանալու կամ գումար պետք է ծախսեք, միգուցե մտածում եք, ծախսեք, չծախսեք կամ գումարը կուղարկեն, չեն ուղարկի, ինչ-որ հարցեր են, ոմանց համար նաև սա եթե գնալու եք առիթի, ապա ինչ հագնեմ, ինչ կրեմ, ոմանք էլ շատ կարող է լուրջ որոշում են կայացնում գումարներ դնելու հետ կապված, բիզնեսում, հա, կարող է ուզում եք ինչ-որ նման բան սկսել եւ տատանվում եք, արդյոք արժե ներդրում անել, թե ոչ։ Ամենայն դեպս ոմանք այդ օրը գումար կստանան կամ գումար կծախսեք։ Եվ հաջողություն ունեք։ Ինչ էլ որ անեք, այդ օրը միևնույնն է այն հաջողությամբ կավարտվի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։